Եթե դուք փնտրում եք քաղաքի ամենաէներգետիկ ու դինամիկ իրադարձությունը, ապա դուք ճիշտ տեղում եք։ Այսօր մենք Play City-ում ենք, որտեղ իր գագաթնակետին է հասնում համահայկական ավտոմրցարշավ 2026-ը։ Այստեղից են ծնվում են գոնշիկները, որոնք որ գալիս են մեր մոտ ու այդ մրցարշավորդները արդեն մեր մոտ պարապելով դուրս են գալիս դուրս ու դուրսն են պարապում, որովհետև հիմնականում Հայաստանում հիմա հնարավորություն չկա ոչ լավ պարապմունքներ պատշաճ անցկացնելու, ոչ էլ մրցումներ անցկացնելու ու կան երեխաներ, որոնք որ ուզում են պարապել ու դա անելու են, մենք էլ իրանց հնարավորինս կաջակցենք, որ իրանք հասնեն այն բարձունքներին, որին որ ձգտում են։ Երեք օր շարունակ 48 արշավորդներ պայքարում են եզրափակիչ հասնելու համար, իսկ ահա այսօր մրցուղում են 12 լավագույնները։ Յոթանասուն 5 րոպեանոց այս ելլարված դիմացկունության մրցարշավում նրանք են որոշելու, թե ովքեր են ընդգրկվելու Հայաստանի ազգային թիմի կազմում։ Ես սպորտ սիրող մարդ եմ ու ցանկացած այս տիպի դրայվով իրադարձություն իմ համար հետաքրքիր է։ Ինչ կմաղթեք մեր մասնակիցներին եւ առաջիկա հաղթող մասնակիցներին։ Հենց այն ինչ որ ասեցի, որ գնան դրսում հաղթեն ու մեդալներ, մրցանակներ բերեն, Հայաստանի անունը բարձր պահեն միջազգային մրցասպարեզներում։ Ավտոսպորտը իր մեջ հետաքրքիր բնավորություն ունի։ Ձգել, տանել ու ներծծել։ Երբ որ հեռու ես, չես նկատում այդ ամեն ինչը, բայց բավական է մի քանի մրցման ներկա լինես, այդ մեքենայի շարժիչի բռռոցը դառնում է շատ հարազատ ձայն։ Եվ տրված է մեկտարկը, Դե մեկնարկը տրված է, մնում է մեծ ուշի ուշով հետևել ինչ է կատարվում մրցուղում և դրանից դուրս հետևեք։ Լավագույն եռյակը սեպտեմբերին մեկնելու է Հունաստան հայկական դրոշով մասնակցելու 8-ժամյա միջազգային դիմացկունության մրցարշավին։ Խանդավառություն կա, մարդկանց հետաքրքրություն կա և դա շատ լավ է։ 2000-ականների սկզբներին այս կարտադրոմը շատ հագեցած էր ու հիմա ուրախ եմ, որ նորից վերադարձել է շարժիչի ձայն այստեղ, վարպետության կարծես թե աճ կա։ Արսեն, խնդրում եմ պատմեք, ինչի այստեղ կատարվում։ Ռեյսինգը դա, այսպես ասած, վիրտուալ տրինաժոր է, բոլոր ռեալ մարզիկների համար եւ այն մարզիկների համար, ովքեր ուզում են մուտք գործեն եւ ավելի մատչելի մուտք գործեն ռեալ ավտոսպորտ։ Բայց մարզիկներին ինչքանով է օգնում նման վիրտուալ մարզումները, այսպես ասած։ Իրականում շատ բաներով է օգնում, օրինակ նույն մրցուղին սովորելը, առաջնային նույն թե Ֆորմուլա 1-ի պիլոտները, թե GT3-ի պիլոտները, նրանք առաջնային ինչ անում են մրցավազքից առաջ, նստում են սիմուլյատորի վրա եւ սովորում են, վերհիշում են իրենց մեքենան, իրենց մեքենայի պահվածքը, կարգավորումներն են այդտեղ մինչեւ մրցավազքը փոփոխում։ Շատերը մտածում են, թե սա խաղ է, բայց խաղը մի կողմ դրած ինքը իրականում շատ մեծ օգուտ է տալիս ռեալ ավտոսպորտին եւ այն մարդկանց, ովքեր ուզում են մաքսիմալ մոտ գալ, էլի ռեալ ավտոսպորտին։ Եվ ես հենց նոր իմացա, որ դուք Հայաստանի չեմպիոն եք։ Այո, երակի։ Ասեմ, որ այսօր այստեղ հավաքվել են ավտոսպորտի տարբեր ձևերի ներկայացուցիչներ, տեղում ծավալվեցին հետաքրքիր քննարկումներ ու գիտեք ինչ, բոլորի նպատակը մեկն է՝ Հայաստանում ավտոսպորտի համար ստեղծել պրոֆեսիոնալ ենթակառուցվածքներ։ Համապատասխան վայր չկա քշելու, դրա համար ստիպված արին մի քանի անգամ մենք գնում ենք մեր թմով Վրաստան, Ռուսաստան, մասնակցում ենք ընդեղի առաջնություններին, բայց հույս ունենք, որ այս տեմպերով Հայաստանում ավելի կսիրեն ավտոսպորտը։
մոտակա 6 ամսվա ընթացքում կունենանք եւս 6-7 նվանատիպ մեքենա ու սկսի արդեն Հայաստանում կրոս կարերի չեմպիոնատի սկիզբը։ Այսինքն Հայաստանը կունենա եւս մեկ ձև մեքենան հավանություն ստացել է, լիարժեք հավանություն միջազգային ավտոսպորտի ֆեդերացիայի կողմից, ընդհանուր 40 արտադրող կա աշխարհում, որից 10-ն է հոմոլոգացված, որպես FIA-ի կողմից արտադրող սպորտային տեխնիկա եւ 11-րդը նաեւ Հայաստանն է։ Այո, Հայաստանում սպորտաձևը հետաքրքրություն ունի, պահանջարկը ունի, ինքը մի քիչ էլ քան սպորտաձև է, բայց 10 հոգի գոնե ունենք, ովքեր որ ակտիվ զբաղվում են դրանով, բայց պոտենցիալը Հայաստանում շատ ավելի շատ է, մոտավորապես մինչև 20-30 հոգի հանգիստ կարանք ունենանք, եթե տեղ ունենանք։ Ցավոք, այս պահի դրությամբ ինչ-որ պետական մակարդակով այդ հարցը լուծել հնարավոր չի, քանի որ ավտոսպորտը առհասարակ դեռ որպես սպորտաձև գրանցված չի Հայաստանի Հանրապետությունում, ճանաչվածությունը Հայաստանի կարելի է շատ բարձրացնել ավտոսպորտի ցանկացած ձևով։ Հայաստանում տրեք կառուցվելու դեպքում մենք կունենանք մեծ հնարավորություններ պարապելու համար, դա մեկ։ Երկրորդը, բոլոր այդ մրցաշավերը, որոնք որ անցկացվում են արտասահմանում, որին որ հիմա մեր երեխաները գնում են մասնակցում են, ներգրավում են շատ մեծ քանակությամբ մարդկանց։ Դա туриզմի շատ մեծ զարգացմանը նպաստող բան է։ Շատ մեծ գումարներ են ներդրվում։ Պատկերացնենք, որ այդ ամբողջ գումարները Գերմանիա գնալու փոխարեն կգան Հայաստան, Ֆրանսիա գնալու փոխարեն կգան Հայաստան։ Շատ մեծ ներդրումներ են սպասվում Հայաստանին, եթե սպորտաձևը զարգանա։ Ինձ հատկապես զարմացրեց պատանի մրցարշավոր Սամվել Համբարձումյանը, որն արդեն իսկ հասցրել է միջազգային մրցույթների մասնակից դառնալ։ Ես իմ կյանքը պատկերացնում եմ Ֆորմուլա 1-ի քշողի տեսքով, կոնկրետ վախը գալիս է մենակ ռեյսից առաջ եւ ռեյսից հետո։ Այսինքն հենց ռեյսի ժամանակ դու ոչ մի բանի մասին չես մտածում։ Դու մենակ մտածում ես ինչ անես, ինչ ես կարող եմ անել ու ինչքան ինձ առաջ են ու ինչքան ինձ հետ են։ Ես իմ տարիքի տղաներին կցանկանայի, որ իրենք կարողանան սկսեն այս սպորտը։ Այս սպորտը կարևոր է դու առաջին քայլը անես։ Առաջին քայլից հետո դու կամաց կարողանաս արդեն զարգանաս։ Արդյունքները արդեն պատրաստ են։ Երրորդ հորիզոնականում է Արմենակ Հայրապետյանը։ Երկրորդ հորիզոնական զբաղեցրած Ալեքսեյ Լիսիցենկո։ Եվ հրավիրում ենք Պանարմենիան ռեյս 2026-ի հաղթողի Արիկ Եգանյան։ Հայաստանի հավաքականն է։ Ահա եւ երեկոյան պայքարը ավարտված է եւ Հայաստանի ազգային թիմը արդեն հայտնի է։ Հենց նրանք են մեկնելու սալոնի